Տեղի ունեցավ այն ինչը անխուսափելի էր, տեղի ունեցավ այն ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել սերժակոչայանական ուժերի կատարմամբ, ուղղակի լափամանից կտրված մեկը վերադարձավ իր պատկերացմամբ լափամանի մոտ, լավ չհասկանալով, որ համայնքային կամ պետական բյուջեն այլևս լափաման չէ, այլ համայնքի ու պետության բնակիչների կյանքը բարելավելու համար ծառայող համընդհանուր գումարը։ Պարոն Ալեքսանյան, զարմանալի չէ ձեզ համար, այսինքն ձեզ համար զարմանալի չի լինի, բայց քաղաքացիների համար զարմանալի է կրկին անգամ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասով ինչ-որ մի բան ազգային ժողովի ամբիոնից, ինչ-որ մի բան չէ, վերացնել ասպարեզից ավելի կոնկրետ, ու միանգամից ստացվում է այնպես, որ երկու շաբաթվա մեջ եւ բացահայտումներ են լինում, ձայնագրություններ են հրապարակվում իշխանական լրատվամիջոցում, իշխանական լրատվամիջոցում որը ի՞նչն է Ժորժ ջան, հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է այդ հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեից հիմա որ լրատվականը ավելի օպերատիվ է աշխատել, քան ձեր լրատվականը կամ մյուս լրատվականները, այդ հարցի երկրորդ կողմն է։ Ժողովուրդ ջան, հրապարակել է իրավապահ համակարգը, հրապարակել է ձայնագրություններ։ Հիմա եթե նկատի ունեք, որ վարչապետը ունի էքստրասենսոր կարողություններ եւ կարողացել է գուշակել, որ Վարդանիկը ինչպես եւ սերժակոչայանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարողանալու զսպել իրեն, չի կարողանալու զսպել գայթակղությանը եւ որոշելու է լափել համայնքային բյուջեից, լափել կաշառքը, հիմա ապա այդ դրանում կարող եք բոլորից էլ մեղադրել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր adekvat քաղաքացի վստահ է, որ սերժակոչայանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ, եթե տաս այսքան իշխանություն, նա այդ իշխանությունը կփորձի ծառայեցնել որպես իր լափամանը լցնելու միջոց, ինչը եւ արել է Վարդանիկը։